Մենք վերադարձանք մի քանի հետաքրքիր նորություններով եւ ամսաթվերով։ Ապրիլի 10-19-30 Երևան, ապրիլի 13-18-00 Ստեփանավան, ապրիլի 16-18-00 Եղեգնաձոր։ Ֆրանսիական պրեմիերայից հետո հյուրախաղեր Հայաստանում։ Սպիտակ աղտ պրեմիերա։ Ըստ Կարել Չապեկի համանուն պիեսի վարկածի եւ բեմադրության հեղինակ Արման Սարիբեկյան, այս ամենի մասին ավելի մանրամասն խոսելու ենք մեր հյուրերի հետ, որին կներկայացնի Կարենը։ Իսկ մեր հյուրերն են ռեժիսոր Արմանը Սարիբեկյան, bonjour, բարև։ Եվ Աննան Պողոսյան, ինչպե՞ս ենք։ Հիանալի։ Շատ լավ։ Գեստապոյի թիվ 2 թշնամին 1937-ից հետո, երբ որ Գերմանիան մտնում է Չեխիա, գրավելով Չեխիան։ Կարդացած գործ ենք։ Չեմ կարդացել, Google-ում գրածա, դու կարաս գտնես դա։ Երբ որ ֆաշիստները մտնում են Չեխիա, նրանք երևի թե սպասիբա նման ասում եք ասես։ Նրանց գլխավոր նպատակներից մեկը է, որ իզարմանս մեզ, հա, հենց Կարոլին գտներն է լինում, բայց չգիտեմ, բախտի բերվում թե պատահում նա արդեն այլևս կենթանի չի լինում։ Այս ֆանտաստիկ թեման որտեղից եք վերցրել եւ ինչու։ Ու ցավոք սրտի արդի է նույնիսկ այսօր այդ ամենը։ Հա, բարև ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ցավոք սրտի արդի է ու նույնիսկ ինքնաթիռում որ գալիս էի զրույցի մտանք պարսիկ աղջիկ էր մոտս նստած ու սենց խոսալով ու հասկացա որ ճիշտ բանին ենք, այսինքն ցավոք սրտի արդիական պիես է, որովհետև աշխարհն է, չէ, սենց ինչ որ սենց մի հատ հրաբուխի վրա է ու այդ ասում են մի քանի տարի արդեն ասում են դրա մասին, չէ, շատ ենք խոսում, երևի խոսալով էլ ենք այդ դժբախտությունները կանչում, չէ, բայց ոնց որ պատմությունը նորից կրկնվում է ու 30-ական թվականների այդ սենց լարված վիճակը, որ գնում է բոլորով գիտենք, որ սենց անդունդա ու ոտ գազի վրա գնում ենք։ Ու մեկս մեսին ասում են, բան անդունդա, գիտես, հա անդունդա, հա գնում ենք, բան գազը լցրել ես, հա թանկացել է, բայց գնում ենք։ Այդ վիճակով այդ մարդն էր զգում այդ ընթացքում, միջայլոց ասեմ, ու պիեսը պատմում է այդ ոնց է հայերենից մի քիչ Որ ֆրանսերեն ասեք չեմ կարողանում թարգմանեմ, հետևաբար։ Okay, այսինքն ինքը ոնց որ ահազանգում է, նախազգուշացնում է Կասանդրայի պես, չէ՞, այդ Հոմերոսի այդ Կասանդրայի պես, sense զգուշացնում է, գնում ենք դեպի անդունդ։ Իսկ գիտի արդեն այնտեղ ենք։ Մենք չէ, կամ կարող այն բաների պես գնում ենք։ Մենք անդունդի կողքին կանգնացեք 4-ը։ Ինձ թվում է, որ դա ամեն արտիստի, չէ, արտիստ ենք, չէ, ինչ որ մեր պարտականությունն է, թեկուզ չեն լսում, բայց համենայն դեպս մեզ չեն ասելու, որ մենք ազդակներ չենք տվել։ Ու դա էր։ Որպես ժամանակակից ստեղծագործողներ, նաև այդ նպատակը։ Համենայն դեպս ես հիմա սիրային ինչ-որ սենց բանը, այն որ բանը սիրեկանին բանը պահում են, հետո մահճակալի տակ, այդ այնց բան բեմադրելու ինչ-որ հավես չկար։ Շատ անկեղծ լինենք։ Հա, ինչ-որ կարող էինք, տենց ավելի հարմար է, բայց սենց մի քիչ էլ լուրջ բանից խոսենք, կատակով։ Ինչպես են անցել հյուրախաղերը, քանի որ ասացիք այդ լրջության, ծանրության մասին պատմեք այդ հյուրախաղերից եւ նաեւ Աննան խոսի իր դերից, հենց դերասանի դիտանկյունից։ Լուրջ չէր, տենց։ Լուրջ չէ, շատ լուրջ է։ Ես ներկայացում եմ խաղում եմ 3 կերպար, չգիտեմ ոնց։ Քանի հաստիկ եք կրճատել անուն Աննայի։ Որ հաստիկներին բան տային, այդքան հնարավորություն տային, շատ չէի կրճատել։ Չէ, հյուրախաղերը շատ լավ են անցել իրականում ու չգիտենք կստացվի խաղալ այստեղ թե չէ, հետո որ ստացվեց, որ կարող ենք այստեղ էլ խաղալ, շատ ենք ուրախացել ու Արմանին ասենց ասել ենք, Արմանը շատ ուրախ ենք մենք որ ստեղ ենք խաղալու։ Ու չգիտեմ, այնտեղ շատ լավ ընդունվել ներկայացումը, թեկուզ հայերեն է եղել, գրվել են ֆրանսերեն տեքստերով, բայց շատ հեշտությամբ ընկալվել է, հուսանք այստեղ էլ այդպես կլինի։ Իսկ միգուցե Կարեն Չապեկը ավելի արդի է ու պահանջված է այնտեղ դրա համար ավելի ծանոթ է հասարակությանը, դա էլ կարող է իր դեր ունենալ։
Իսկ թվում է չէ Կարել Չապեկին ճիշտն ասած ինքը ասենց օրվելյան ինչ որ բանա, չէ, ինքը ապագան գուշակելու ինչ որ հնարավորություն է, ինքը գիտեր, չէ, որ այդ գնում համաշխարհային պատերազմի եւ այլն այդ պանդեմիան, որը մետաֆորա է, այդ պանդեմիան դա հենց հիվանդությունը չի։ Պանդեմիան ավելի այդ պատերազմական, այսինքն միլիտարիզմ վիճակն է, որ այդ ֆաշիզմն է, որ մեկս մյուսին գայլ ենք, այդ դա է, որ բոլորս դրանով վարակվել ենք։ Ասեմ, որ Կարել Չապեկին ավելի շատ ճանաչել են ժամանակին երևի պրոպագանդայի բաներով Խորհրդային Միությունում, ամենայն դեպս Կարել Չապեկը թարգմանվել է ռուսերենով 60-ականներին, հետո մոռացվել է, որովհետև պետք չէր այդ թեմաները։ Ֆրանսիայում նոր այս ճիշտ ասած համավարակից հետո նոր այդ անունը սպիտակ աղտ բանվար համավարակի մասին է խոսում Չինաստանից եկած հիվանդություն եւ այլ, ինչ որ նոր բան էլի մտնում է ինչ որ մոդայի մեջ, բայց ասեմ որ սենց տագնապահար բաներ շատ կան, արդիական ասեմ Եվրոպայում, որտեղ թատրոնը մնում է բանի վրա, չէ՞, ոնց են ասում, զարկերակի վրա պետք է լինենք, դա է, բայց ասեմ տենց ինչ որ մենք հումորով ենք անում, հումորով խառն է, չվախեցնենք։ Չէ, չեմ կարծում որ կվախեցնեք, հակառակը բնականաբար էս ամեն ինչի մենք կարիքներ ունենք, երբ որ շատերը օրինակ ամբոսանում են ասելով, ինչ են անում արվեստի ներկայացուցիչները, սա են անում, իրենց լեզուն էլ բնականաբար էս իմպլեմենտացիան է ստանում։ Եմ կարո, ցավոք սրտի։ Այնպեսի տպավորություն է նայեք պիեսի հերոսներից Մարշալը, չէ, ու դոկտորը։ Կարենը դիտել է։ Մեր ժամանակներում ապրող մարդիկ են ու ցավոք սրտի ամեն մի շրջան ունենում է իր Մարշալը, բայց մենք չենք ունենում այդ դոկտորը, թե ունենում ենք այդ դոկտորը, պարզապես նա լռում է այդ վակցինան իր մոտ ունենալով, չի թողնում, որ այն տարածվի եւ բուժենք այդ վերքերը, այդ սպիները, բայց ինչն է հետաքրքիր, երբ որ սպիտակ աղտը գրվել էր, հետո բժիշկները իրենց արձագանքն են ունեցել այդ ժամանակվա, նշելով, որ բժիշկի նման վարքագիծը սխալ է եւ ընդունելի չէ, որովհետեւ եթե բժիշկը ունենա X վիրուսի դեմ վակցինա եւ եթե նա չի ուզում դա տարածվի, դա ամենամեծ սխալն է բժիշկների։ Ու այսօր մենք ապրում ենք ցավոք սրտի այն իրականության մեջ, որտեղ կրկնվում են ու ել ավելի մեծ մասշտաբով են կրկնվում այդ սխալները, որոնք ժամանակին եղել։ Որն է այս ամենի ամենամեծ ու կարևոր մեսիջը, որը որ բեմից է հնչելու։ Իհարկե։ Հենց պիեսը դրա մասին է։ Այսինքն այդ էթիկ հարցը, չէ, լուծելն է։ Եթե դու ունես դեղ եւ կարող ես բուժել, բայց կարող ես դու օգտագործել, այսինքն դու բուժելով դու հզորացնում ես այդ չարիքը։ Դու չարիքին ես տալիս քո դեղը ասելով իմ գործը, ամենեկս կարող ենք, չէ՞, մեր դուք որպես հաղորդավար, օպերատորը, մենք ասենք դե մեզնից ինչ է կախված, մենք մեր գործն ենք անում, ասես բոլորս լռենք ու աջակցենք այդ process-ը, չէ՞ որ ասենք այդ ֆաշիզմը, այդ տոտալիտար ռեժիմը դրվում է, ես էլ ասեմ դե ես ինձնից ինչ ա գնում, ես բժիշկ մարդ եմ, տաղանդ ունեմ, դեղ եմ բան արել, բուժեմ, ես էլ ինձ կհանգստացնեմ, կասեմ դե որպես բժիշկ ես իմ գործն եմ անում ու այդ մեր հերոսին դա են ասում, դուք որպես բժիշկ իրավունք չունեք չբուժել այն մարդկանց, ովքեր բան են տարիքում պատերազմ են սկսում, ովքեր սկսում են մասսայական ոչնչացումներ։ Իրանց էլ բուժեք, նրանց դուք որպես Հիպոկրատի բանին այդ երթում տված մարդ, դուք պարտավոր եք, այսինքն մեզ դնում են բանի մեջ, ասենց քառակուսին մեջ են դնում, ասում են դու քո գործն արա, ձան այդ կտրիր, այդ քո գործն արա, մենք կորոշենք։ Դու ինչ ես քո տեղից, ով ես, որ դու որոշում ես։ Այս մարդն էլ ասեմ, ես չգիտեմ, Քրիստոսը կամ Պրոմեթևսը, ասենք Պրոմեթևս, որտեղ Քրիստոս կարող է մարդ քիչ բան
Հետո լի սուր ընկալվի։ Սուր ընկալվի, բայց համենայն դեպս ինքը ասում է ես խաղաղություն եմ բերել։ Ես բայց ինքը որ Քրիստոսը ասում է ինձ խաչեք, ես իմ խոսքը ասել եմ, խաչեք։ Սա ասում է չեմ տալու։ Իմ դեղը չեմ տալու, եթե խաղաղություն, այսինքն ինքը բան Չկա ձեզ տալու ոչ մի բան։ Ինքը ավելի շատ Պրոմեթևս է, ինքը ամբոստանում է։ Եթե այդ լծակն ունի, այդ մարդն ասում է, այդ լծակ օգտագործեմ, այսինքն ինքն էլ է դրա այդ թակարդի մեջն ընկնում, որովհետև ելք չկա, պարզ ելք չկա, որ ասենք, այսա լավ ճանապարհը լավն է, սա վատն է։ Մենք միշտ Պահում ենք բալանսը, հարմոնիան։ Ոնց է բանի մեջ է, չէ, ասում է այդ լավ, ոնց են ասում, որ ճանապարհը բանա։ Հարթ, թե զարտուղի։ Այդ որ հիշեք ասել։ Դե լավ, կհանդիպենք։ Ինչ, ես առաջարկում եմ եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստատուն, ցավոք սրտի մեր եթե ժամը սպառվում է ու մեր հարցերը իրականում շատ են ու այս ամենի մասին, այս պիեսի, այս գրողի մասին կարելի է խոսել հավերժ, սկսած իր անձնական կյանքից, վերջացրած իր մյուս հայտնի գործերով, ստեղծագործություններով։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին 19:30 Երևանում, ապրիլի 13-ին 18:00 Ստեփանավանում, ապրիլի 16-ին 18:00 Եղեգնաձորի ֆրանսիական պրեմիերայից հետո հյուրախաղեր Հայաստանում Սպիտակ աղտ պրեմիերա։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք եւ թեմայի արծարծման եւ մեզ հյուր գալու համար։ Եվ TikTok-ում ժամանակ անցկացնելու փոխարեն, սրճարաններում սելֆիներ անելու փոխարեն, Գնացեք թատրոն։ Գնեք ու այդ հարցերին եկեք որոշենք միասին այդ հարցերին պատասխանը գտնենք։ Միանշանակ, շատ կարևոր հարցեր, որոնք մտածելու տեղիք են տալու յուրաքանչյուրիդ։ Իսկ մեր հյուրերն եւս մեկ անգամ հիշեցնենք, Աննան Պողոսյան դերասանուհի եւ իհարկե ռեժիսոր Արմանը Սարիբեկյան Ֆրանսիայից։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք, դիտենք գովաստ, որպեսզի դիմավորենք մեր հաջորդ հյուրերին։